Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամենակարող իմ Տիրոջ անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ կանչում եմ նրա շնորհը, նրա լույսը, ճշմարտությունը, խաղաղությունը ամեն մեկիս վրա։ Հայր Աստված, ամենակարող Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար։ Խոսք, որ ճշմարիտ է ու հավիտենական, խոսք, որ դու քո անունից բարձր ես դրել։ Խոսք, որ մարմնացավ եւ այս աշխարհ եկավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Շնորհակալ ենք Տեր, որ քո խոսքը, քո Աստվածաշունչը ներշնչված է քո կողմից, այն քո շունչն է, այն կյանք է տալիս, այն փրկարար է։ Շնորհակալ ենք, որ քո խոսքը սուրբ է, արդար է, հավիտենական է։ Շնորհակալ ենք Տեր, որ քո խոսքը իզորու է մեզ իմաստուն դարձնել փրկության համար։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով։ Շնորհակալ ենք, որ ամբողջ սուրբ գիրքը եւ հին կտակարանը եւ նորը ամեն բառ Աստծուց ներշնչված է եւ օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղման եւ արդարության մեջ դաստիարակության համար, որպեսզի մենք Աստծո մարդ, տղամարդ թե կին կատարյալ լինենք եւ պատրաստ ամեն բարի գործի համար։ Ուրեմն Տեր, այսօրվա խոսքը քեզ եմ հանձնում, պատրաստիր մեզ այսօր, երբ գալիս են քո խոսքի մոտ Հիսուսի անունով, մեր սրտերը լսող, սովորող, հնազանդ սրտեր դարձրու, բացի մեր միտքը Տեր, որպեսզի սպունգի պես ներծծենք քո խոսքը, ու ոչ միայն ներծծենք, այլ պահենք մեր սրտում, եւ թող մեր սրտում արմատ գցի, աճի, պտուղ տա քո փառքի համար, մեր փրկության համար, Տեր, թող մենք չնմանվենք աշխարհին, այլ մեր միտքը այսօր նորից նորոգվի քո խոսքով, Հիսուսի անունով եւ քո զորությամբ աղոթեցի, ամեն։ Հիմա անդրադառնանք Հռոմեացիների նամակի մեկնությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Երեք մենք կարդացինք Հռոմեացիներից մի հատված եւ խոսում էինք Հիսուսի հարության մասին, որքան շատ մարդիկ ասում են Հիսուսը հարություն չի առել, ու եթե Հիսուսը հարություն չի առել, ասեցինք, որ մեր հավատը, մեր հույսը լրիվ անիմաստ է, որտեղ եթե մեր Աստված հարություն չի առել Հիսուսը, ապա նա չի կարող մեզ հարություն տալ։ Եվ դա քրիստոնեության ամենակարևոր հիմքն է, որ Հիսուսը հարություն է առել, որ դրա մասին վկայություններ կան եւ որ այդ ամենը մեզ համար գրված է Աստվածաշնչում։ Ու եթե դու չես հավատում, որ Հիսուսը հարություն չի առել, ուրեմն իմացի դու խաբնված ես, աղոթի, որ Տերը բացի քեզ համար ճշմարտությունը եւ ողորմի։ Իսկ այսօր շարունակենք։ Հիմա անցնենք նորից Հռոմեացիների առաջին գլխի 5-րդ խոսքին, նորից կարդանք, որպեսզի շարունակությունը մեկնաբանենք։ Նրա միջոցով ստացանք շնորհ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ Նրա միջոցով ստացանք շնորհ։ Ինչպիսի հետաքրքիր հայտարարություն։ Պողոսն ասում է ստացանք, այսինքն մենք ստացանք։ Նա չի ասում ես, այլ ասում է մենք ստացել ենք շնորհ։ Հիշում եք, նախորդ դասերում ասել էի, որ գոյություն ունի այն, ինչ կոչվում է Աստծո ընդհանուր շնորհ եւ Աստծուց եկող փրկարար շնորհ։ Ամեն ինչ Աստծո շնորհն է։ Այն ամենը, ինչ ունենք, գործնականում Քրիստոսի միջոցով է։ Աստվածաշունչն ասում է, որ նրա միջոցով ամեն ինչ ստեղծվեց եւ նրա համար ստեղծվեց։ Ստեղծվեց Հիսուսի միջոցով եւ ստեղծվեց Հիսուսի համար։ Այսօր քո հագուստը, իմ հագուստը, որ ունենք Հիսուսի շնորհիվ է։ Այն հացն ու ջուրը, որ ուտում ենք ու խմում ենք, Հիսուսի շնորհիվ է։ Այն, որ անկողին ունենք, Հիսուսի շնորհիվ է։ Քո վարած մեքենան Հիսուսի շնորհիվ է։ Երբ դու տուքանք ես ստանում, իհարկե քո անունն է վրան գրված, թղթերի վրա քո անունն է գրված,
բայց վերջի վերջո այդ մեքենան պատկանում է Հիսուսին։ Իմ ու քո կյանքը պատկանում է Հիսուսին։ Թող սա մի պահ ներթափանցի մեր մտքի մեջ։ Չունենք մի բան, որ իրականում մեզ է պատկանում։ Ամեն ինչ պատկանում է Հիսուսին։ Ամեն ինչ, որ ունենք, գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով, նրա շնորհի միջոցով եւ նրան է պատկանում։ Իսկ ում ենք մենք այդ ամենը ծառայացնում, մեզ թե Քրիստոսին։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, կամ ավելի վատ, ովքեր ատում են Աստծուն, այն ամենը, ինչ ունեն, Հիսուսի շնորհիվ ունեն։ Այն, որ դու մտածել կարող ես, դա Հիսուսի շնորհիվ է։ Այն, որ դու աշխատելու ունակություն ունես, դա Հիսուսի շնորհիվ է։ Միթե Աստված առատաձեռն չէ, նա շատ առատաձեռն է, նա նույնիսկ նրանց օդ է տալիս շնչելու, ովքեր ատում են իրեն, ամեն օր արթնացնում է նրանց, ամեն օր նրանց տալիս է ապաշխարելու դարձի գալու հնարավորություն։ Պատկերացնում եք ամեն օր արթնացնել մեկին, ով ատում է քեզ։ Ամեն օր Հիսուսի արյունը կա նրանց մեղքերը մաքրելու համար, որտեղ Հիսուսը նրանց համար է խաչը բարձրացել։ Պատկերացնում եք խաչը բարձրանալ քեզ ատողների, քո թշնամիների համար։ Այդպիսի առատ Աստված ունենք։ Երբ մենք հավաքվում ենք եւ երգելով փառաբանում ենք Աստծուն, Հիսուս Քրիստոսին, չենք երգում պարզապես երգելու համար։ Մենք երգում ենք, որովհետև նա արժանի է։ Բայց մեզանից շատերը չենք խորհում, չենք հասկանում, թե որքան է նա արժանի մեր փառաբանությանը։ Նրա միջոցով մենք ստացել ենք շնորհ։ Այսինքն Հիսուս Քրիստոսի զոհողության միջոցով Հայր Աստված մեզ շնորհ է տվել, եւ այդ երկրորդ շնորհը փրկությունն է, փրկարար շնորհը։ Եթե դու փրկված ես, եթե Քրիստոսի հետևորդ ես, դու չես փրկվել, որտեվ դու ընտրեցիր Քրիստոսին։ Ոչ, դու փրկվել ես, որտեվ նա ընտրեց քեզ։ Հետագայում կտեսնենք, թե ինչպես Պողոսը Եփեսացիներին ասում է, որ մենք մեռած էինք հանցանքների մեջ։ Ես ու դու մեռած էինք հանցանքների մեջ։ Քրիստոսից դուրս մարդը մեռած է, անկարող արձագանքելու Քրիստոսի կանչին։ Մենք կենդանի մեռելներ ենք, այո, ֆիզիկապես շունչ կա մեր մեջ, բայց մեր հոգին մեռած է, մենք անկարող ենք առանց Քրիստոսի արձագանքել Աստծո կանչին։ Իսկ մեռած մարդը ինչպես կարող է ընտրել։ Չի կարող։ Քրիստոսի միջոցով ենք մենք ստացել շնորհ, անգամ Քրիստոսին մոտենալու, Քրիստոսին ընդունելու շնորհ։ Դա էլ Աստծո շնորհն է, որտեղ եթե Աստծո շնորհը չլիներ, եթե իմ բերանով լիներ, ես Նարինես 40 տարի առաջ ընդունած կլինեի, բայց ես 40 տարի առաջ Աստծո թշնամին եմ, Աստծոն մերժող։ Դա Աստծո շնորհն է իմ կյանքում։ Քրիստոսի միջոցով ենք մենք կարողանում մոտենալ Աստծուն։ Գիտեք, որ ինքնուրույն չենք կարող մոտենալ Աստծուն։ Անհնար է ինքնուրույն մոտենալ Սուրբ Աստծուն։ Ամեն անգամ, երբ աղոթում ենք կամ որևէ բան անում Աստծո առաջ, անում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, մենք անում ենք նրա մեջ։ Եթե մեզնից որևէ մեկը Քրիստոսի մեջ է, նա չի ցանկանում, որ Աստված իրեն տեսնի, այլ ցանկանում է, որ Աստված Քրիստոսին տեսնի իր մեջ։ Որտեւ եթե մենք առանց Քրիստոսի կանգնենք Աստծո առաջ, եթե Աստված տեսնի ինձ Նարինեիս եւ ոչ թե Քրիստոսին իմ մեջ, ինձ կտա իմ մեղքերի վարձքը, որտեվ Քրիստոսի արյունը ինձ չի ծածկի այդ ժամանակ, եւ վարձքը կլինի իմ մահը, իմ կործանումը, Աստծո ցասումը, բարկությունը, ամբողջ իր զորությամբ իմ գլխին թափված։ Կարդանք այս խոսքերը նորից։ Նրա միջոցով ստացանք շնորհ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ Ուրեմն Հիսուսի միջոցով ստացել ենք ոչ միայն շնորհը,
այլ նաև ստացել ենք առաքելություն։ Մենք արդեն տեսանք, որ ճշմարիտ առաքյալները կանչված էին Քրիստոսի կողմից։ Պողոսն ինքն էլ, ինչպես տեսնում ենք, Գործք առաքելոց գրքում առաքյալ դարձավ, որովհետև Քրիստոսը կանչեց նրան։ Նա Պողոսը գնում էր քրիստոնյաներին հալածելու, երբ Քրիստոսը միջամտեց։ Քրիստոսը կարող էր և ամբողջությամբ իրավունք ուներ սպանելու Պողոսին, որտեղ Աստվածաշունչն ասում է մեղքի վարձքը մահ է, և Պողոսը մեղք էր գործում, մտածելով, թե բարիք էր անում։ Ամեն անգամ, երբ մարդը մեղանչում է, նա պետք է մեռնի։ Ամեն անգամ, երբ ես ու դու մեղք ենք գործում, լինի բամբասում ենք, լինի շնություն ենք անում, լինի գինեմոլության մեջ ենք ընկնում, ինչ լինի սուտ ենք խոսում, լինի չենք ներում, լինի մեկին դավաճան ենք ասում, լինի հարևանին ատում ենք, մենք պիտի մեռնենք տեղն ու տեղը, դա է Աստծո դատաստանը։ Սուրբ գրությունը նույնիսկ ասում է այն հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, բայց Աստված այնքան ողորմած է։ Մենք որպես մարդ մտածում ենք, ինչպես կարող ես փրկել մեկին, ով հալածում է քեզ։ Բայց Հիսուսն ասաց Պողոսին, ինչու ես ինձ հալածում։ Եվ անմիջապես փրկեց Պողոսին։ 3 օր անց Անանիայի միջոցով ձեռք դնելով նրա վրա, Պողոսին տրվեց Սուրբ Հոգին, և դրանից անմիջապես անց նա հանձնվեց ավետարանը քարոզելու գործին, Քրիստոսին վկայելու գործին։ Սա աստվածային ողորմությունն է, մահի ու դատաստանի փոխարեն, փրկություն և առաքելություն, ինչպիսի հրաշալի ողորմություն։ Ես որպես անձ Նարինե ուզում եմ վկայեմ ձեզ։ Ես կորած մարդ էի, Աստծո ցասումը իմ վրա, մեծամիտ, առանց հասկանալու այդ ամենը։ Երբ ես դարձի, եկա։ Ես Պողոս չեմ, հանկարծ չմտածեք, ես համեմատվում եմ որևէ մեկի հետ, ոչ, ես ընդամենը ասում եմ, երբ որ ես դարձի եկա, անմիջապես իմ կյանքը փոխվեց։ Ես դարձա մարդ, որ առավոտից իրիկուն խոսում է Աստծուց և իր կյանքը նվիրել է Աստծուն։ Ես կատարյալ չեմ։ Ես սուրբ չեմ, բայց ես սրբացման ճանապարհին եմ։ Ես ընկնում եմ ու վեր եմ կենում։ Ես խոստովանում եմ, որ ես պայքարում եմ վախերի դեմ, կասկածների դեմ, բայց Աստված չի ասել, որ դրանք չի լինելու։ Աստված ասել է դրանք լինելու է, բայց ամուր մնա ինձանով, վստահի ինձ։ Երբ որ մենք ընդունում ենք ճշմարիտ ավետարանը, մեր կյանքը փոխվում է, մենք չենք մնում նույնը, մենք չենք ապրում մեր համար։ Եվ դա Աստծո ողորմությունն է, դա իմ բերանը չէր, դա իմ ցանկությունը չէր, դա իմ կարողությունը չէր։ Դա Աստծո ողորմությունն էր և փառք իրեն։ Ու ես խնդրում եմ, որ նույն ողորմությունը գործի ձեր կյանքերում, որ ձեր կյանքերը փոխվի, որ մահի ու դատաստանի փոխարեն գա փրկություն և առաքելություն, Աստծո շնորհը ձեր կյանք։ Այստեղ նաև մի շատ կարևոր բան կա։ Ծառայության կոչումը Աստծո ողորմությամբ տրված արտոնություն է։ Դա իրավունք չէ։ Երբ Աստված կանչում է մեկին ծառայության, օրինակ իմ հովիվին կանչել է երեցության պատասխանատվության, հովվելու, ուսուցանելու, Քրիստոսի հոտը հսկելու, քաջալերելու, կառուցելու համար։ Դրա պատճառը իր հետ որևէ կապ չունի։ Դա կապված է Աստծո որդու Հիսուս Քրիստոսի հետ, նրա շնորհի հետ։ Երբեք չի եղել մի ծառայող, որի մեջ Աստված ինչ-որ արժանիք տեսել է և դրա համար է կանչել։ Աստված իմ մեջ, Նարինեիս մեջ արժանիք չի տեսել, որ կանչել է, որ թարգմանեմ և կիսեմ, ոչ։ Ամեն ծառայող, ամեն քրիստոնյա, ամեն աղոթող մարդ պիտի հիշի, դու չես ծառայում, դու չես աղոթում, որովհետև դու սուրբ ես, հրաշալի ես, հետաքրքիր խոսելաոճ ունես, պերճախոս ես, յուրահատուկ ես, ոչ։ Դու կամ ես ծառայում ենք, քրիստոնյա ենք Աստծո որդու պատճառով, ոչ թե մեր պատճառով։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ծառայողները դարձել են գրեթե հանրաճանաչ անձինք, սելեբրիթիներ։ Եկեղեցին ընդունել է աշխարհիկ մտածելակերպը, որը երբեք այդպես չպիտի լիներ։ Որոշ վայրերում հովիվներին կոչում են
տնօրեններ, տեսլականների առաջնորդներ եւ այլ բառերով, որոնք Աստվածաշնչում չկան։ Պողոսը Կորինթացիներին ասում էր. ով է Պողոսը, ով է Ապողոսը, մենք պարզապես Հիսուս Քրիստոսի ծառաներն ենք։ Մենք մոռացել ենք։ Շատ հեշտ է հպարտության մեջ ընկնել, երբ Աստված քեզ ազդեցիկ դիրքի է կանչում։ Կարող ես մտածել, թե դու մեծ ու կարևոր ես, կամ նայել մեկ ուրիշ ծառայողի ու ասել նա է մեծ ու կարևոր։ Ոչ, մեծը Աստված է, ամենակարողը Աստված է, ճշմարիտը Աստված է։ Նրանք ու մենք պատմության հերոսը չենք, այլ հերոսը Հիսուս Քրիստոսն է։ Նա է արժանի, որ նրան լսենք, նրան հնազանդվենք։ Պետք է հնազանդվեն ոչ թե մեզ, այլ Հիսուս Քրիստոսին։ Պիտի ապաշխարեն ոչ թե մեզ, այլ Հիսուս Քրիստոսին։ Պիտի դարձի գան ոչ թե մեզ, այլ Հիսուս Քրիստոսին։ Պիտի նվիրվեն ոչ թե մեզ, այլ Հիսուս Քրիստոսին։ Պիտի ծառայեն ոչ թե մեզ, այլ Հիսուս Քրիստոսին։ Պիտի ակնկալեն ոչ թե մեզանից, այլ Հիսուս Քրիստոսին։ Պատվանդանին պիտի դնեն ոչ թե մարդուն, այլ Հիսուս Քրիստոսին։ Չկա Աստծո մեծ մարդ հասկացողություն։ Ինչպես կարող է լինել։ Պողոսը 2 Կորինթացիներ 4 գլխի 7 խոսքում ասում է. բայց այս գանձը ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Այդ կավե անոթները մենք ենք, հողից սարքված, իսկ այդ գանձը Հիսուս Քրիստոսն է, որ Սուրբ Հոգով ապրում է մեր մեջ։ Մենք մոռացել ենք, որ մենք հողեղեն անոթներ ենք, փոշուտ սարքված եւ փոշի էլ կդառնանք։ Երբ մարդկանց բարձրացնում ենք պատվանդանի վրա եւ նրանք ընկնում են, նրանց ընկնելու պատճառով եւ այն ակնկալիքների պատճառով, որ մենք դրել ենք այդ մարդկանց վրա, մենք էլ ենք ընկնում նրանց հետ։ Հիասթափվում ենք, ընկնում ենք հուսահատության մեջ, սկսում ենք այդ մարդկանց չարախոսել, չհասկանալով, որ մենք իրենց պատվանդանի վրա դնելով չարիք գործեցինք եւ իրենց առաջ եւ մեզ համար։ Որտեւ մեր ակնկալիքները մեծ ծանրություն ու գայթակղություն են դառնում պատվանդանի վրա բարձրացված այդ մարդկանց համար։ Որոշ վայրերում Աստծո ծառաներին գրեթե աստվածացնում են։ Շատ մարդիկ ասում են, ես չաղոթեմ, դու աղոթի, քո աղոթքը լսելի է։ Դու դրանով փառասիրության մեջ ես քաշում այդ մարդուն, որովհետև Աստված չի նայում աղոթողին, այլ նայում է սրտին, մաքրությանը։ Այսինքն, որ ասում ես, ես չաղոթեմ, դու ասում ես, իմ սիրտը մաքուր չի, դրա համար Աստված չի լսի իմ աղոթքը։ Ուշադիր եղի ինչ ես խոսում, փառասիրության մեջ մի քաշեք մարդկանց։ Ձեր 2 անգամ կծկտուր բառով աղոթքը ավելի լսելի է։ Միայն թե գանք խոնարհությամբ աղոթելու։ Մենք օգնում ենք մարդկանց մոռանալ, որ նրանք այնտեղ են միայն Աստծո ողորմությամբ։ Մենք ոչինչ ենք։ Քրիստոսի բոլոր ծառաները ոչինչ են։ Քրիստոսն է ամեն ինչ։ Մեր սերունդը մեծացել է ծառայողներին տեսնելով գրեթե անսխալական մարդկանց պես։ Մեր հայրենիքում ոնց ասեմ, որ որևէ մեկին չվիրավորեմ, տերտերներին, կաթողիկոսին, պատվանդանին էինք դրել, որտեղ մտածում էինք սուրբ են, որտեղ մտածել ենք հավատացյալը սուրբ է, ոչ հավատացյալը սրբացման ճանապարհով է գնում։ Դրա համար էլ հիմա մեր ազգը մեծ հիասթափություն է ապրում։ Բայց պետք չի հիասթափվել։ Ոչ մարդուց, ով հավատացյալ է, եւ ամենակարևորը ոչ թե Աստծուց, այլ պետք է հասկանալ, որ մենք հիվանդ խեղաթյուրված մարդիկ ենք, ու մինչև չհասնենք երկինք, մենք կատարյալ չենք լինելու, եւ ոչ թե դատենք ու ատենք, այլ աղոթենք եւ ողորմություն խնդրենք։ Եվ երբեք ծառայողին Աստծո անսխալական մարդու տեղ չդնենք, կատարյալի տեղ չդնենք, կատարյալը Քրիստոսն է։ Մենք լսել ենք նրանց խոսքերը ու մտածել ենք, թե անսխալական են, բայց չկա անսխալական ծառայող։ Ոչ կաթողիկոսն է անսխալական, ոչ Հռոմի պապը, ոչ Նարինեն, ոչ որևէ մեկը։
կներեք, ես իմ անունը նրանց շարքերում դրեցի, ամենևին դա ի նկատի չունեմ։ Միակ անսխալական խոսքը Սուրբ Գիրքն է։ Յուրաքանչյուր ուսուցանող կամ քարոզող կարող է սխալվել եւ սխալվում է։ Եթե չվերադառնանք Սուրբ գրություններին, չստուգենք, չուսումնասիրենք, չուղենք ինքներս մեզ, կարող ենք դառնալ մոլորության գործիք։ Եվ շատերը դառնում են։ Ծառայությունը ծառայողական աշխատանք է եւ ոչ թե իրավունք կամ արտոնություն, այն դա չէ։ Ոչ ոք եկեղեցու տերը չէ, եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Ոչ ոք եկեղեցու գլուխը չէ, եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Պողոսն ասում է, որ նրա միջոցով ստացել ենք առաքելություն։ Ինչի համար ենք այդ առաքելությունը ստացել։ Ինչ պիտի արվի այդ առաքելության հետ։ Կարդանք նորից խոսքը։ Նրա միջոցով ստացանք շնորհ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ Տեսնում ենք առաքելության նպատակը՝ հավատքի հնազանդություն առաջ բերել մարդկանց մեջ, ազգերի մեջ։ Այսօր, որ ես սա թարգմանում եմ, ժամանակ եմ դնում կիսելու համար, իմ սերը, իմ աղոթքն եմ դնում սրա մեջ, նրա համար է, որ հնազանդություն առաջ բերեմ ձեր մեջ, հավատքի հնազանդություն, առ Աստված, առ Հիսուս Քրիստոս, առ նրա խոսքը։ Սա կարևոր է։ Ճշմարիտ ավետարանի հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ այն հավատքից ծնված հնազանդություն է արտադրում մեր մեջ, լսողի մեջ։ Թող այդ հնազանդությունը Աստծո շնորհով ծնվի յուրաքանչյուրի սրտում, ու ոչ միայն ծնվի, այլ աճի ու մեծանա, զորանա, շատ պտուղ տա։ Մարդու սիրտը բնականաբար ըմբոստ է։ Քո մարդկային սիրտը, իմ մարդկային սիրտը չի կարող ոչ մի պարագայում Աստծուն հնազանդվել։ Դա անհնար է։ Պետք է հրաշք, որպեսզի մարդու սիրտը փոխվի եւ կարողանա հնազանդվել Աստծուն։ Եվ Աստված տվել է մեզ այդ հրաշքը։ Եվ այդ հրաշքը անում է միայն ճշմարիտ ավետարանը Աստծո շնորհով ու զորությամբ։ Իսկ ավետարանը դրանք բառեր չեն, ավետարանը դա Հիսուս Քրիստոսն է, նրա զոհողությունը, նրա սուրբ արյունը, որ թափվեց, եւ նրա հարությունը, եւ Սուրբ Հոգին, որ անում է ավետարանի գործը մեր սրտերում։ Հուդան իր նամակում ասում է, սա դավաճան Հուդան չէ, Հուդան իր նամակում ասում է, որ պետք է պայքարել հավատքի համար։ Ինչու է պետք պայքարել։ Որտեւ այդ հավատքը, այդ ճշմարիտ ավետարանը միակ բանն է, որ կարող է հնազանդություն ծնել քո սրտում առ Աստված։ Եվ սատանան ու խավարի թագավորությունը ամեն ինչ անում են, որ դու հավատքի հնազանդության չհասնես։ Եսայի 64 գրքի 6-րդ խոսքում կարդում ենք, որ մարդկային հնազանդությունը ըստ Եսայի Աստծո առաջ պղծված դաշտանի շոր է։ Կներեք այդ բառերի համար, բայց գրված է Աստվածաշնչում։ Այսինքն մարդկային հնազանդությունը առանց ավետարանի մեր մեջ ստեղծած հնազանդության Աստված համարում է կեղտոտ շոր։ Ինչ էր արվում այդ շորի հետ, բոլորդ էլ ապրում եք ընտանիքներում։ Դրանից շան հոտ է գալիս եւ դրա շպրտում ես։ Այսինքն Աստված մեր հնազանդությունը մարդկային չի ընդունում, որտեղ դա ոչինչ է, զրո է, կեղտ է Աստծո առաջ։ Միայն ավետարանից ծնված հնազանդություն առ Հիսուս Քրիստոս, դա է Աստված ընդունում։ Բայց հավատքից ծնված հնազանդությունը, ասում է Աստվածաշունչը, փառավորում է Աստծուն եւ բարձրացնում Հիսուսին։ Սա է Աստված ցանկանում մեզանից։ Պողոսը Հռոմեացիների նամակի հենց սկզբից ցույց է տալիս ավետարանի նպատակը։ Նպատակը հնազանդությունն է Աստծուն, եւ այդ հնազանդությունը միշտ արտացոլում է Քրիստոսի բնավորությունն ու իշխանությունը։ Եթե մենք ասում ենք,
Մենք հավատում ենք Աստծուն, բայց մեր մեջ չկա հնազանդություն առ Աստված, մենք չենք անում այն, ինչ Աստված է ասում, նշանակում է մենք չենք արտացոլում Քրիստոսի բնավորությունը, մեր բնավորությունը մնում է նույնը, ինչ եղել է, մեր հին կեղտոտ բնավորությունը, եւ մենք մերժում ենք Հիսուսի իշխանությունը մեր կյանքերում։ Դա հավատացյալ լինել չէ, դա կեղծիք է, դա փրկված մարդու կյանք չէ, դա կեղծիք է, դա կործանվող մարդու կյանքի ապացույցներն են։ Երբ մենք քայլում ենք ավետարանից ծնված հնազանդությամբ, ցույց ենք տալիս, որ Քրիստոսը Տեր է եւ մեր Տերն է, որ մենք անում ենք այն, ինչ Քրիստոսն է ուզում։ Ամեն ինչ մատնանշում է Հիսուս Քրիստոսին, ամեն ինչ նրա անվան եւ նրա փառքի համար է։ Չի նշանակում, որ չենք սխալվում ու չենք ընկնում, այլ վեր ենք կենում ու նորից փոխում ենք մեր ճանապարհը հետ դեպի Քրիստոսը, ապաշխարելով եւ հնազանդությամբ։ Այս հնազանդությունը ծնվում է միայն այն ավետարանից, որ Հիսուսն է քարոզել եւ նրա առաքյալները։ Եթե ուզում ես, որ այդ հնազանդությունը արտադրվի քո մեջ, պտուղ տա քո մեջ, պետք է լսել Հիսուս Քրիստոսի ավետարանը, պետք է կարդալ Աստվածաշունչը, պետք է խորանալ Աստծո խոսքի մեջ։ Պողոսն այս ծանր բեռը ուներ կրելու ավետարանը, ամեն ուժ տարածելու այն, որովհետև նա գիտեր, որ Հիսուսը, ով իր արյունը թափեց, արժանի է իր կրած տառապանքի վարձքի։ Եվ այդ վարձքը մարդկանց փրկությունն է, որ նրանք Աստծո ցասումից ազատվեն։ Եվ ոչ միայն դա, մարդկային բնությունը մեղքով խեղաթյուրված է, քայքայված է, անարգված է, անհույս վիճակում է։ Աստված երբեք չի նախատեսել, որ մարդկությունը ես ու դու լինենք այսպիսին, ինչպիսին այսօր է։ Նա նախատեսել էր, որ մենք ապրենք իր փառքի համար եւ նրա փառքով։ Ահա թե ինչու Աստվածաշունչը մեղքը սահմանում է որպես Աստծո փառքից ընկնել։ Ես ու դու, ամեն մարդ, ողջ մարդկությունը ընկել ենք Աստծո փառքից։ Ավետարանը քեզ վերադարձնում է, ինձ վերադարձնում է այնտեղը, որտեղ կարող ես նորից սկսել ապրել Աստծո փառքի համար։ Եվ դա Աստծո շնորհն է։ Սա է ճշմարիտ ավետարանը։ Ճշմարիտ ավետարանը Աստծո փառքի համար է եւ ուրիշ ոչնչի ու ոչ մեկի։ Ավետարանը մեր ժամանակավոր հարմարությունների համար չէ։ Ավետարանը նրա համար չէ, որ մենք ժամանակավորապես բժշկվենք մեր մարմնական հիվանդություններից, առանց ապաշխարելու, հետո մեռնենք ու գնանք դժոխք։ Ավետարանը նրա համար չէ, որ հիմա հարուստ լինենք, լիքը փորով, լավ մեքենայով, չգիտեմ, ամենասիրուն շորերով ու ժամացույցներով, բայց հետո մեռնենք ու գնանք դժոխք, ապրենք Աստծուն հակառակ ու ապստամբ ձևով։ Ավետարանը դրա համար չէ։ Եթե որևէ մեկը ձեզ քարոզում է նման ավետարան, որը չի քարոզում ապաշխարություն, հնազանդություն Աստծուն, ծառայել, կյանքը նվիրել Աստծուն, ձեզ խաբում են, ձեզ տանում են կործանման ճանապարհով, մի լսեք, փախեք եւ կարդացեք ճշմարիտ Աստվածաշունչը եւ խնդրեք Աստծուն, որ արձակի ձեր կյանքում ճշմարիտ մշակների, որոնք կօգնեն ձեզ լսել Հիսուսին, հնազանդվել Հիսուսին, նվիրվել Հիսուսին եւ գտնել փրկություն եւ արդարացում Հիսուս Քրիստոսով։ Այսքանը այսօր Աստծո շնորհով վաղը կշարունակենք։ Ամեն։